4 տարում կատարվեց 9 տարվա համար սահմանված թիրախը։ Հայաստանում արևային կայանների հզորությունը արդեն գերազանցում է 1000 մեգավատը։ Դեռ 2021 թվականին ընդունված Հայաստանի մինչև 2040 թվականի էներգետիկ զարգացման ռազմավարությամբ թիրախ էր մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի եւ նշվում էր, որ այդ նպատակով կկառուցվեն շուրջ 1000 մեգավատ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները։ Այս պայդրությամբ Հայաստանի էներգոհամակարգին միացված է 1045 մեգավատ դրվածքային հզորությամբ արևային կայաններ, որոնց շուրջ կեսից ավելին ինքնավար կայաններ են, այսինքն դրանք հիմնականում են կայաններն են, որոնք տեղադրել են բնակիչները օգտվելով սուբսիդավորման մեր ծրագրից։ Ընկերությունները այս ակտիվությունը կապում են պետության իրականացրած սուբսիդավորման ծրագրի հետ։ Մասնավորապես խոսքը բնակարանի էներգոարդյունավետ վերանորոգման նպատակով տրված ցածր, որոշ դեպքերում նույնիսկ անտոկոս վարկերի մասին է։ Միայն 2025 թվականին պլանավորվում է, որ տնտեսվարողների եւ բնակիչների խնայողությունը արևային էներգիայի շնորհիվ կկազմի 40-ից 50 միլիարդ դրամ։ Այդ նույն 40-ից 50 միլիարդ դրամը տնտեսվարողները եւ բնակիչները վատնում էին, ծախսում էին էլեկտրաէներգիայի վրա։ Այսօր նրանք հնարավորություն ունեն խնայել եւ ներդնել թե առողջապահության ոլորտում, թե կրթության ոլորտում։ Էմիլ Ստեփանյանը նկատում է, կառավարության մակարդակով խրախուսում է ոլորտի զարգացումը։ Վիճակագրական կոմիտեի տվյալով այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 6 միլիարդ 508 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիա, որի 17.2%-ը արևային կայաններին է բաժին ընկնում։ Արևային էլեկտրաէներգիայի մասնաբաժնի ավելացումը զուգակցվում է մասնավորապես ջերմաէլեկտրակայանների, այսինքն ներմուծված եւ ոչ կանաչ աղբյուրներով արտադրված էլեկտրաէներգիա եւ նաեւ թանկ էլեկտրաէներգիայի նվազեցմանը զուգահեռ։ Այդ առումով արևային տեխնոլոգիաների շնորհիվ Հայաստանը ել ավելի է դիվերսիֆիկացնում իր էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրները եւ ավելի կանաչ ուղիով է գնում, որը շատ կարեւոր է։ Հաշվի առնելով, որ նախանշված թիրախը շուտ է կատարվել, պետությունը սուբսիդավորման ծրագիրը որոշ ժամանակով դադարեցրել է, բայց փոխարենը այլ ծրագիր են մշակում 2026 թվականի համար։ Քննարկում ենք նաև զուգահեռ տարբերակ սուբսիդավորել կուտակիչ կայանների կառուցումը կամ սուբսիդավորել արևային այն էներգակայանների կառուցումը, որոնք իրենց մեջ կպարունակեն կուտակիչ կայաններ։ Սա հնարավորություն է տալիս լրացուցիչ կայունություն ապահովել մեր էներգոհամակարգի համար, մասնավորապես արտադրության համար պիկ ժամերին արտադրված էլեկտրաէներգիան կուտակել կայաններում եւ այն սպառման ուղղել այն ժամերին, երբ որ այլևս արևային հնարավոր չի արևից էլեկտրաէներգիա ստանալ եւ ուրեմն մեր հիմնական դրվածքային հզորությունները կկարողանան ավելի արդյունավետ օգտագործել նաեւ օգտվելով այս կուտակիչ կայաններից։ Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում 46407 ինքնավար եւ 92 արդյունաբերական արևային կայան կա։ Նիկոլայ